Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ահազանգեց ավելի շուտ, որ կարծես է նաև ներսում է այդ մասին ասել, որ Սրբազանը անհապաղ վիրահատության, Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի եւ ըստ իրեն ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկներ կա, որտեղ փաստաբանը դիմել է, որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա եւ չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը, ընդհանրապես պետք է որ անձը դիմում ներկայացնի եւ այդ դիմումը կքննարկվի եւ կներկայացվի համապատասխան պատասխանը եւ կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն առողջության պահպանման ուղղված։ Հաշվի առնելով Չէ, դիմումը այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ողակին համապատասխան առողջության Կներեք, բայց մենք ներողություն եմ խնդրում, ոչ, դա չի խնդիրը, խնդիրն այն է, սա գիտեք ինչին է նմանվում, երբ որ փաստաբանները, ոչ, սա նմանվում է այն իրավիճակին, երբ որ փաստաբանները արգելված էին մուտք արել քրեակատարական հիմնարկ, իրենց հետ տարել էին իր, որը իրականում արգելված չէ, բայց արել էին դա սահմանված կարգի խախտմամբ։ Հիմա մեր պետությունում, եթե գործում է օրենսդրություն, կա նաև սահմանված կարգ եւ հատկապես եթե հարաբերությունների մեջ փաստաբաններն են, շատ ոչ թե գովելի է, այլ պարտադիր է, որպեսզի փաստաբանները պահպանեն սահմանված կարգը եւ խոսքը դրա մասն է եւ եթե խնդիր ունեն սահմանված կարգի պահպանման, մենք իրենց իհարկե կուղղորդենք եւ միշտ պատրաստ ենք։ Չի կարող առաջացնել խնդիր, որովհետեւ մենք խոսքը գնում ենք մարդու առողջության բացարձակ որևէ խնդիր վերաբերյալ եւ յուրաքանչյուր նրան տեսակցողներն ներողություն ավարտեմ ահազանգում ծայրահեղը եւ անհապաղ վիրահատության խնդիր ունի եւ վերջո այստեղ արտարդատություն իրականացնող մարմինը գլխավոր դատախազությունը ունեն բացարձակ լիազորություն որոշակի առումով միջամտելու որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ հատկապես արձանագրված ոչ ես խոսում եմ փաստերի մասին Ես այն մարդն եմ, ով գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի եւ այնտեղ պահվող անձանց հետ։ Գուցե չի հայտնի եւ տեսեք որպես նախարար ձեզ Դե չեք լսում, իմ պատասխանը հետեւյալն է։ Այն պահին եւ այն ժամանակ, երբ կներկայացվի համապատասխան դիմում, մենք այդ ոչ թե մենք, այլ համապատասխան գերատեսչությունը, դիմումը նախարարությանն էլ չի ուղղված, այլ ավելի առողջապահության նախարարությանն է ուղղված, մեր գործընկերները վստահեցրին, որ համապատասխան գործիքակազմը գործի կդնեն եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Մինչ այդ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ այսօր նրանց եւ նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատարական ծառայության իրավաբանն է եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Նրանց այսինքն փաստաբանների? Չէ, փաստաբաններին չէ, պատիժ ներողություն, խափանամիջոց կրող անձը։ Այսինքն քաղաքական իշխանությունը չի խոչընդոտել որպեսզի որ մենք որևէ խնդիր ցանկացած անձի առողջությունը իրականում պետության հոգացության ներքո է, ով գտնվում է անազատության մեջ։ Այսինքն անկախ նրանից թե այդ անձը ով է, մենք որպես պետություն պարտավոր ենք հոգ տանել առողջության մասին։ Տիկին նախարար Դա ուղղակի եւ ուղղակի աբսուրդային եմ համարում նման մանիպուլյացիոն ձևակերպումներ պարունակող հայտարարությունները եւ նաեւ պարոն Դանիելյանը շատ շուտ լքեց մեր քննարկումը ցավոք սրտի ես հիմա պետք է լքեմ որովհետեւ այլ հանդիպում ունեմ բայց այս հանդիպումը նախաձեռնվել էր հենց իր խնդրանքով Մենք հասցրինք այլ շատ կարևոր հարցեր նաև առանց իրեն քննարկել, բայց ինքը հանդիպումների դալիճը լքեց այն ժամանակ, այո, երբ որ այդ հարցը բարձրացրեց վերջում եւ գնաց։ Իհարկե սկզբից ներկա է եղել եւ մասնակցեց որոշակի առումով քննարկմանը։